Մտնում եմ այդ հարկադիրի կայքը, չեք հավատա։ Ես հիմա ձեզ ցույց եմ տալու, այստեղ առանձնացրել եմ, մի րոպե։ Հարկադիր, ահա, այսա։ Աճուրդի, հարկադիր կատարածուի աճուրդի։ Երբեք չի հավատա եթե աչքովը չդի, դրա համար ուզում եմ մտնեմ կայք, ձեզ ցույց տամ ինչա կատարվում։ Մտա այդ հարկադիրի կայքը։ Տաներեն դրե գրավ, չգիտեմ ինչ բան ու ասում ես աստված, հիմա ես օքեյ, գնանք այդ բանին մասնակցենք, չէ, $40,000  3 սենյականոց տուն է գրավա դրած, հանում են վաճառքի։ Արա այդ մարդիկ մեջը ապրում են, դու պատկերացնում ինչ, կտան կսպանեն ուղղակի, թե հանգարց մասնակցես առնես, ով պիտի գնա այդ մարդկանց տնից հանի, ոստիկանությունները ասում են մենք կապ չունենք, դուք առեք, դուք պիտի այդ մարդկանց հանեք տնից, բան, մի խոսքով այդ պատմության մեջ, մեկ էլ աչքը սնկավ, հիմա ցույց եմ տալի, մի րոպե, ահա։ Ովքեր Facebook-ով են նայում, Ժորժան, նայեք, հիմա ցույց եմ տալի, որ հանգարց չասեք, դա նենք սուտ է, էս է էն է։ Մաքսիմալ փոքրացնեմ, որ դուք էլ հանգիստ տեսնեք, ահա։ Հուսամ երևում, ահա, այսպես։ Ուրեմն սա բանի կայքն է, ահա, հիմա համ ցույց եմ տալի, համ բացատրում եմ։ Այստեղ կա բաժիններ, թե ինչ են մարդկանցից խլել, արգրավել, հա, մարդկանցից ինչ են արգրավել, եւ ինչն է դրած վաճառքում, որ դու կարող ես գնալ մասնակցել, ու այստեղ կա հագուստ բաժին, այսինքն ընտրում ես, որ մարդկանցից գնացել են տուն, ինչ ունեն, ինչ չունեն, հագուստ է, աստված իմ, հարսի շորա, գրավով հարսի շոր են վերցրել, պատկերացնես, հարսի շոր, հեսա 4290 դրամ, արգրավել է դες մարդուց, անունը չի գրում ումից, բայց այս հարսի շորի աճուրդը, մեկը 4290 դրամ է, մեկը հեսա նշում եմ, 5000 դրամ, $10 աճուրդ է լինելու, հեսա նայեք Ժորժան, պետական կայք է սա, եւ այս աճուրդը լինելու է 4 օրից, հեսա նշում եմ, 4 օրից, ավելին ասեմ, այս աճուրդին մասնակցելու է 27 մարդ, աստված իմ, 27 մարդ արդեն գրանցվել է, որ մասնակցել այս հարսի շորը պիտի առնեն։ Ես ասում եի, էլ ինչ չեմ կարող տեսնել այս կյանքում, այս կյանքից հոգնած, ողջ աշխարհն է քնած, սենց իջնում եմ այս աճուրդի բանում, մեկ է տեսնում եմ սա, աստված իմ, ես տեսնում եմ սա կանացի վարդիկ, աճուրդով, 450 դրամ, ընկերներ պետական կայք է սա, չեմ հավատում, խենթանալ, կանացի վարդիկ դոնա ֆիրմայի, 99 հոգի մասնակցելու է, 99 հոգի, նայեք ընկերներ, բանով ցույց եմ տալի, սա չլսված բան է, այսինքն մարդիկ փող են վերցրել բանկից, այս բանկը մտել է տուն, տեսել ինչ ունեն, հարսի շոր են վերցրել եւ կանացի վարդիկ, վայ աստված իմ, ինչ ասեմ ես, ահա, պետական ռեգիստրի կայք, անգարջ ասեք, սարքած չի, էս չի, են չի, ես խենթացա, Հայաստանում պետ, ով այդ քոլեկտորները ամերիկյան ասած, քոլեկտորները մտել են տուն, ես մեջ կարող հակից են հանել, ես հիմա չգիտեմ, չեմ ստուգել, չեմ կարող ասել, արա որ չտեսա վարդիկա դրած աճուրդով, մամա միա, էլի, մամա միա, 450 դրամ, $1, ինչքան է սրանք վերցրել տոկոս, այդ ինչ տոկոս է, որ կնոջ վարդիկն են տարել, չգիտեմ։ Վայ, ընկերներ, ինչ ասեմ, խենթանալ կարելի է, զանգ ունեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եմ շնորհավորել ձեր գրքի համար։ Շնորհակալ եմ շատ։ Իրոք մի օր որ ելույթ, ասենք շաբաթ կամ կիրակի ելույթ չի լինում, լայվ իսկականից ինչ-որ մի բան պակասում է Լոս Անջելեսում, կամ ամբողջ աշխարհում մեկ մեր հայության համար։ Շնորհակալ եմ։ Ձեր գործը ուղղակի անգնահատելի է։ Ռաֆայել ջան, երևի այդ ամրավար այդ կնոջ վարդիկը երևի հանրացանոց շատ հայտնի դերասանուհու լինի կամ որ այդքան գրանցել, չգիտեմ, ես էլ չգիտեմ, բայց ես տենց բան չէի տեսել ուղղակի հարկադիր կատարածուի պաշտոնական պետական ռեգիստրում դրած է մի հատ հարսի շոր, մի հատ վարդիկ, կանացի վարդիկ Դոնա ֆիրմայի, այդ ես չգիտեմ Դոնանով է, բայց հաստատ է, ինչ ասեմ։ Երավ շնորհակալություն։ Ձեզ լավ օր։ Աստված ձեզ հետ, չգիտեմ, աստված մեր ժողովրդի հետ մի քիչ այն անխելքներին խելք տա,
մեր ժողովրդին էլ համբերություն լավ եմ մաղթում, մերսի 747-477-34-44 հիմա այստեղ ոմանք ծիծաղելու սմայլիկներ են ինձ ուղարկում, այս լումանա կողքը գրած, բայց այդ չի կարևոր կարևորը մի խոսքով էս որ հակուս կանը բամբազից սվիտերա գիտրիներ են ծախում բան հիմա մյուս կողմից մեր գործընկերներից մեկին եմ հարցնում ասում եմ ինքը այդ իրավական հարցերի մեջ մի քիչ լավ է ոնց հասկանում եմ ասում եղբայր Էս ինչ հաշիվ է դու տեղյակ ես ոնց է սա հնարավոր է պետական ասում ռավ այդ մարդիկ կարող է օրինակ վերցրել են փոքր գումար վարկ փոքր գումար ես որ գյուղի լաուր ծոցյան վերցրել է վարկ 100,000 դրամ $200 վարկավ եկավ չի կարողանում տա չի կարողան ոչ մի ձև բան տուն չունի տեղ չունի բան ասում աստեղ այդ collector-ը ոնց է այդ բաները հա բռնագանձողները ոնց են աշխատում կարող են գան մտնեն տուն առանց զգուշացնել առանց բան ինչ կա չկա ուղղակի հավաքեն տանեն հետո նոր մանգան այդ վերջերի մեջից սկսեն ինչը նորա ինչը բանը դնեն վաճառքի ասում բա հարսի շորը ոնց են տարե հակած հարսը ձեռներով բաց է մանիկյուրները տեսակ մի րոպե ցույց տամ մատների այդ մանիկյուրով է պահել են sense նկարել են հեսա մի րոպե ցույց ահա այս նկարը կանացի զգեստ հարսի զգեստ 5148 դրամ էսա ցույց եմ տալի նայեք ու այս կնոջ մատի մանիկյուրնի ահա հեսա մի հատ տեսեք լոտի համար 10-ը 758 5148 դրամ 27 հոգի մասնակցելու է աճուրդին, աճուրդը տեղի ունա 4 օրից, պատկերացնում ես։ Մյուս կողմից, հարգելի բարեկամներ, սա իմ կարծիքով մարդկային մեծ ողբերգություն է։ Հանկարծ չլինի մենք ինչ-որ մեկի դժբախտության վրա ծիծաղում ենք հերու Աստված պայի բոլորից, բայց սա մեծագույն նաև ողբերգություն է, որ մեր ժողովուրդը այդ աստիճան ուրեմն մարդիկ կան, ընդհանուր չեմ ուզում խոսել, բայց այնպես մարդիկ կան, որ այս պատմությունների մեջ են ու այսօր մի քանի էջ ես թերթել եմ այս հարկայինի ռեգիստրի էջը, փշաքաղվել եմ մի քանի անգամ դուրս եմ եկել, հոգեկանս խանգարվեր, մանկական խաղալիքներ, օրորոց, sense բան ասում ես, պատկերացրա, այս ինչ որ մեկի երեխա օրորոցն է, երեխուն հանել մեջից վերցրել տարել են ու դա շատ ցավալի է, բայց էդ է Ինչ կարամ անեմ, այդ աշխարհի բանն է այդպես ու այ քեզ խայտարակություն Այդա Սահակյանը ասում խեղճ մարդ վարտիկից էլ են զրկել դե հիմա կանացի վարտիկները երևի խանութում կլինի պիտակները վրան են խանութը երևի գրավի տակ է եղել արգրավել են մնացել են կգան էժան կվաճառեն թանկ գներով Արփինե Ժորայի Փարսադանյանն է ասում դա էլ է տարբերակ կարող ինչ որ խանութ է գրավել է խանութը վերցրել են բայց ակնհայտ հակած է հարսի շորը հակած է խանութի բան չի Ուշացումով Բելգիայից բարևներ Ռաֆայել Ջանսոնը Անոյանն է ասում ողջույն հարգելիս Նարա Ասլանյանն ասում ծիծաղում ենք բայց ցավալի է իրավացեք Նարա ջան այո սա ցավալի է սա մի ամբողջ մարդկային ողբերգությունն է կարծես Արտը ասում լավական նոճնել չեն դրել վաճառքի դե հիմա այդ արդեն բոլորովին այլ պատմություն է հարգելի բարեկամներ սա է վիճակը Բայց լավ, գանք մեր իրականություն, եթե մեկնաբանություն կա, խնդրեմ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարն է հարգելի բարեկամներ, սիրով կարող եք մասնիկը դառնալ քննարկման, բայց ես նաև լրահոսից որոշակի դրվագներ եմ առանձնացրել ձեզ համար, կհանդիպենք հաշված վայրկյաններից Այսօր վարչապետը Ռուսաստանում է Широка страна моя родная, много в ней лесов, полей и рек Բայց դա չի կարևորը Կարևորը որ մեկ ժամ առաջ Փաշինյանը տեսավ ձերքը սեղմեց ավելին ասեմ ով մոտեցավ Փաշինյանին օրոյդ ինչ երես է Էդ ինչ երես է
Լուկաշենկոն բարեկամներ, Լուկաշենկոն դե կադրերը ցույց էին տալիս կամ Փաշինյանն նստած, բան դե ատոմակայանների հարցեր են քննարկում, բան դե մռմռում է համապատասխան տեղերը, չէ, ռուսների, որովհետև ոնց հասկանում ենք ատոմակայանը ռուսների ատոմակայանի ֆոնին չենք սարքում, այլ ֆրանսիական, ամերիկյան հարցերն են քննարկում։ Մեկ էս Լուկաշենկոն գալիս է Սմա Նիկոլ Բավայիչ դիրա լիցիմեր երես փոխանությամբ, հա, փոխաններից էին խոսում, այդ լիցիմերությամբ Նիկոլ Баваич ասма наши люди могут помочь вам атомակայանների հարցերում Աստված իմ Դու երեք եղբայր բացկա դու երեք բելա գործակալության եթերում հայհոյում էիր հայերին եւ Փաշինյանին ճիշտ էր սուտ էր արդար չէր այդ ուրիշ հարց է այդ լրիվ ուրիշ հարց է դու երեք այդ մարդու մասին վատ բաներ էիր ասում դու ասում էիր ու գամանիս Փաշինյան ու գրոբետ Արմենիու բառացիր YouTube-ում կա այդ մասը դու էիր ասում դու երկու տար դու հասարակ դու Եկե գրկա խառնավի ասում գանք ատոմակայանը սարքենք Աստված իմ ես հասկանում եմ ընդհանրապես պոլիտիկան ես ինչու չեմ մտնում քաղաքականություն Աստված իմ ես այնեմ ինչ կամ ուղիղ ձևեր թափել ֆրսնել ես ընդ հայհոյեմ չեմ կարող ներվերս չի երիկի չեմ կարող գնամ կսպանեմ սաղին կդառնամ Հիտլեր բայց դա ուրիշ հարց է իդեպ բոլոր արվեստագետները Հիտլեր կարան դառնան Հիտլերն է կուլտուրական մարդ էր նկարիչ էր, ծիտիկ էր նկարում, այգի էր նկարում եւ այլն, բան կյանքը կերան դրեց վառեց սաղին, բայց այդ ուրիշ հարց է։ Հիմա այս մարդիկ կուլտուրական իր համար ապրում է, ոչ մի բան, դու գնացիր Բաքու, դու գնացիր Շուշի, դու Ալիևի կնգայիդ ինչ որ հարցեր այդ մեջ չի վերաբերում, Ալիևին շնորհավորեցիր, 1000 անգամ հայհոյեցիր հային Նիկոլ Փաշինյանին ընտրողներին, Փաշինյանին, լրագրողներին տարար ընդեղ վատ բաներ ասեցին, որ ինքը կործանար, ինքը հիվան։ Ինչ ասես։ Այսօր մի ժամ առաջ կադրերը կա։ Գրկա խառնվում է։ Ասես Փաշինյանը ասեց, ման ինքն է 2 մետր Փաշինյանը առանձնապես գիտեք, բան չի, հա, բարձրահասակ չի, դա գրկա բենի սենց, բան։ Նիկոլ Բավայիչ ասում։ Ատոմակայանը Աստվածին, այդ ատոմակայանը Վայ քեզի բան Պոլիտիկա ընկերն է, սա կոչվում է քաղաքականություն Ամեն մարդու բան չի, դժվար բան է դժվար բան է, 1000 հոգի բան մի հատ հիմնարկ եմ ղեկավարում Ինտրիգներ, նիստպիտի գնաս ընդ բան, բոլորը իրար հետ հարցեր ունե բան, 20 հոգի մարդ չկա, 20-25 հոգի մարդ է, լավ, ամբողջ է բան Արա բա երկրի մեջ կուսակցություններ, ֆրակցիաներ, ընդդիմություն, դմություն, ընդդիմադատմիկ, ինչ ասես Դրանից դուրս հարևաններ, թշնամիներ, դրանից ավելի մեր համաշխարհային հանրություն, ՄԱԿ-ը բան հնարավոր այդ աստվածային ինչ որ ես չգիտեմ այդ ինչ ձևի մարդ ընդհանրապես պիտի լինի մանավանդ Հայաստանի պես երկրի ղեկավարի պաշտոն քննադես բաղվի բան ես իդեմ կամա թե ակամա հիշում եմ որ Բելարուսի նախագահի մասին բան ունեմ գրած այս վերջերս որ մեզ հայհոյեց ես գովազդի դաթարի ընթացքում էջը կգտնեմ թե որ էջի մասում էր բռնապետության մասին էի խոսում բայց հաջորդին նաև գովազդային դաթարն է մեզ մոտ լինելու դրա մասին կխոսենք հնարավոր է բայց Հայաստանում մոդա է բանկից փող են վերցնում ծնունդ կնունկ այլ շռայլ անտեղի ծախսեր են անում հետո չեն կարողանում վարկը փակել տկնում են պարտքերի տակ Տիկին Զոյան է ասում Ոնց չի համաձայնել Տիկին Զոյայի հետ համաձայն եմ ասեմ ավելին ես մարդ եմ ճանաչում ով վարկով տոկոսներով մեքենա վերցրեց իրանք ապրում էին վարձով էլի ուրիշի ընտանիքը տունը դրվածքը մեր հետ ես ու իրանք ու չի վերաբերում այդ հարցերը ես իրավունք չունեմ քննարկելու
Բայց կարծում եմ դա էլի մեր հասարակության ծուռ լինելու պատճառահետևանքային կապն է, որովհետև մեր հասարակությունը մարդուն եւ անհատին ընկալում է ոչ թե իր արժանինքներով, իր կրթությամբ, իր բարոյականությամբ, իր կապերով եւ ընդհանրապես գործելավոճով, այլ արտաքին ֆակտորներով պայմանավորված։ Ինչ մաշնայակշեմ, ինչ տան մեջ ապրեմ եւ այսպես շարունակ, որը եւ ստիպում է որոշակի անհատների ստեղծել այդ կեղծ բարեկեցությունը, որպեսզի նրանք կարողանան իրենց ապահովել այս կամ այն բանով։ Մի քանի տարի առաջ որ ես մինչև հիմա ես անձնական մեքենա չունեմ, ես ասեմ, չունեմ, ինձ Հայաստանի երթևեկության պայմաններով ներվեր չունեմ ուղակի, ավելի այս տաքսիով գնամ գամ, մի քիչ քայլեմ, քանց թե իմ գործը նստած կյաց է, այս ամբողջ օրը նստած եմ, տունը նստած, գործի տեղը նստած, ռադիոյում նստած, հիմնարկում նստած, ժողովի ժամանակ նստած, ամբողջ օրը նստած, դրա համար քայլել, այդ մեքենայի պարկինգները, այդ երթևեկությունից չեմ կարա։ Կամ պիտի մի հատ կամազ առնեն, հին սովետական կռազ, այս սա քաշեմ սաղի վրա, չորտովի մածերի պրծնեմ, բայց ես բարոյականության կողմնակիցն եմ, այդ ցանկալի է, հաճելի է, բայց ցանկալի չի։ Դրա համար հանգիստ իմ համար տաքսի եմ կանչում, Էդ էլ ուրիշ կռիվ է, այդ բա ինչ կռիվ է այդ տաքսին, Yandex Plus է կոչվում, կա էկոնոմ, կա չգիտեմ ինչ էկոնոմ, կա պլյուս, կա կոմֆորտ պլյուս, այդ կոմֆորտ պլյուսը ինչ է ակնկալում բանը, նույն Uber-ի, հեսա, Uber-ը ցույց եմ տալի, ես մինչև հիմա, իմ ամերիկյան ես համարն եմ դե օգտագործում, ստեղ ռոմինգի տակ եմ, իմ հին ու բարի Uber ջանը, հեսա, մեր հրաշք Uber-ը, սիրուն, լավ մեր Uber-ը, երջանկություն և օրհնվի Uber-ը, այս Uber-ի տրամաբանության մեջ, հայկական հեռախոսից բանով կա Yandex, ցույց եմ տալի Yandex-ը, Yandex, пожалуйста, խնդրեմ, Այս Yandex, Mandex, пожалуйста, հեսա, խնդրեմ, այս Yandex-ը, հիմա A կետից B կետ գնալու համար, մանավանդ ամրան շոքին, կոստյումով նիստա, պիտի բուգըտ կապես, կոստյումով, 45 աստիճան է Երևանում Ցելսիուսով, այդ Comfort Plus-ն է կանչում, ակնկալելով, որ ինքը AC ունի, որովհետև Comfort Plus-ը 3 անգամ թանկ է տալիս, բայց որ comfort լինի, մեքենան բարձր լինի, ես 2.5 մետր է, բոյը սենց եմ նստում, այդ Tesla-ները, արա ոնց եմ ես ատում այդ Tesla-ները, Tesla, իսկական անունն է Tesla, այդ Tesla-ները հետևը նստում եմ, ոտերես բագաժնիկում պիտի դնեմ, արա Elon Musk, Mars ես թռնում, մի թիզ ավելի արա էլի, այ անտեր, բայց այդ կարևոր չի, հիմա այդ բաները, Tesla-ը կանչում եմ, որ AC պիտի լինի, որ գնամ նիստի, որ չքրտնեմ, ես է քրտնող մարդ, ներվերս հիվանդ, հոգեկանս խանգարված արդեն։ Պիտի տամ 1100, տալիս եմ 3600, որովհետև AC պիտի գա, մեծ բան ու միացրած air condition-ը բանը։ Գալիս է, բացում եմ դուռը ծխած, ինքը նասկիներով, այսպես մի հատ վիճակ, նստեմ ասեմ կներեք, օթորակիչ ունեք, ֆրած սենց նայեց վրես, ասում է, միասնեմ, հուլիսնա, քևա, հուլիսնա, այ հուլիոս կեսար, հուլիսնա, վերջ, եսքան բանը կետներ, գնում եմ գովազդիլավ, ես մի հատ ստեղ բալուն եմ խմեմ, իմունալա, ուրիշ բան չմտածեք, մի քիչ լավ չեմ զգում, ինձ իմունալա, իմունիտետ է ինձ պետք ներառես լավ չի։ Հիմա ուրեմն գովազդային դադար մեր բոլոր գործընկերներին ասենք thank you, որ մեզ հետ են։ Վերադառնամ եւ գրքից ավանդույթը չխախտելով մի հատված կընթերցեմ ձեզ համար ու կամփոփենք մեր զրույցը։ Եկա ընկերներ, եկա ողջույն եւս մեկ անգամ, շնորհակալություն ուշադրության համար ընկերներ, արդեն 1 ժամ է մոտ եթերում ենք 51 րոպե եթերում ենք եւ անցնում ենք միասին առաջ այդ Բելարուսի նախագահի եւ Փաշինյանի ձեռքձեղման թեմայից ոգեշնչված մի պատառ եմ առանձնացրել այսպես կոչված ընտրությունների մասին Բելարուսում նախագահական ընտրություններ եղան եւ որոշակի քայլեր ուղղվեցին նաեւ դեպի Հայաստանը եւ այդ ամբողջ պատմության մեջ մի քանի տող եմ գրել մոտ 1 տարի առաջ ես հիանում եմ թե որքան դիպուկ է գործում
բռնապետության մեքենան, որը թեպետ շատ հին է, բայց այդուհանդերձ լավ յուղած շարժիչ ունի, որը դղրդոցով գործի է դնում իր մխոցները և մխում է ժանգոտած մեխերը դատարկագլուխ առանձնյակների ճակատներին։ Շարժիչների արձակած նավթագույն քուլաները թունավորում են օդը, իսկ շնաբարո թուլաները սրում են այդ ժանիքները։ Վարդագույն քաղաքի մոխրագույն երկնքում կատաղություն էր հասունանում, իսկ ազգը ցիտում է մեկին, ով 32 տարի իշխանության է։ Ոչ, նա թագաժառանգ չէ, միապետ չէ, ազնվական կամ դուքս չէ, նա նախ ագահ է, նախ ագահ, բոլոր իմաստներով։ Հետո միայն նախագահ, բայց առաջին հերթին ի վերուստ և ի սկզբանե ոչ թե նախագահ, այլ նախ ագահ։ Այնքան ագահ, որ չի հանդուրժում մրցակցությունը, սպանում է ընդդիմախոսներին, ձերբակալում ու հալածում է թերություններն ընդգծողներին, իսկ երեկ բռնապետության այդ հանդեսում նա խոսեց նաև մեր մասին, հայերի մասին։ Ալևոր աղվեսը այնքան խորամանկ է, որ ժողովրդին զատեց իշխանությունից ու թունավոր նետերը ուղեց դեպի լեգիտիմությունը, հրահրելով խռովություն մեր երկրում, իսկ 5-րդ Շարասյան հոգևորականները շարունակեցին իրենց հոգեգովազդը ու օդը կրկին լարեցին։ Մեր երկիրը քանդում են դրսի հրամաններով, ավելին ասեմ, դա նոր պատմություն չէ, մեր երկիրը միշտ էլ քանդել են դրսի հրամաններով, իսկ ազգը սկսեց ցիտել բռնապետին։ Տեսաք, ինչ ասեց մեր մասին, ինչ ասեց իշխանության մասին, փաստորեն, ազգն է ասում։ Այդ ալևոր աղվեսը, որը Ալիևի մտերիմն է, բնականաբար Հայաստանը կազմաքանդող գործոններից մեկն է, բայց ինչպես կարող է սթափ հայ մարդը ականջալուր լինել նրան։ Ինչպես։ Ոնց կարող է հավատալ ու շարժվել այդ մարդու խոսույթներով, որը չի կարողանում ներել մի բուռ Հայաստանի համարձակությունը և ոխերի իմ եղբայրության ուրացումը։ Պարզից էլ պարզ է, որ նրա ամեն մի բառը հայի ու Հայաստանի դեմ է, նա ատում է այն ամենը, ինչը կվնասի մեզ, նա կվնասի մեզ միայն թե գան նրանք այն մարդիկ, ովքեր իր ու մի քանի այլ կես մետրանոցների հետ, այլ անձած հետ, կհագնեն սլավոնական սիպտ-սիպտակ վերնաշապիկները ու կբարձրանան կախաղան գրպաններում պահելով, այդպես էլ անգիր չարած հայր մերը։ Այդ մարդը, ով մերժում է քաղաքակիրթ աշխարհի կողմից ցանկացած բարոյական նորմ, ով չի ճանաչում ամբողջ աշխարհում որպես նախագահ, ում պաշտոնապես կոչում են Եվրոպայի վերջին բռնապետ, խոսել է մեր մասին եւ ասել, որ մեզ մոտ ավտորիտարիա ռեժիմ է, աստված իմ։ Եվ ագահության այդ խրախճանքում մրցակցություն չհանդուրժելով նախագահ էին ընտրում այդ երկրում, նախ ագահ։ Այդ հավերժական անշարժ երթը լուսաբանելու համար ռուսների և կորեացիների հետ, հյուսիսային կորեացիների հետ, գնացել էին նաև հայկական ազգանուններով լրագրողները։ Մարազմատիկ ծերունին զարանցում էր ուղիղ եթերում։ Նա, ով մեկ այլ բռնապետի հովանավորչությամբ տարիներ առաջ փրկեց իր հետույքը, այժմ հայտնվել է հենց այնտեղ, որտեղ էլ փրկվել է, ծվարելով զառանցանքների բեմում։ Նա երբեք չի ների ազատ աշխարհի հետ կամուրջ կառուցողին։ Նա կուլ չի տա հրապարակային թքարտադրությունը, որը տեղի ունեցավ տարիներ առաջ Կրեմլում։ Կարծում եմ հասկանում եք, ես որ դրվագի մասին եմ խոսում։ Հետևաբար 7-րդ անգամ ամրագրելով իր նախ ագահությունը, նա շարունակեց իր ջղաձգումները վասն հապկեն, վասն եվրազեսեն, վասն վասալներու, բայց ժողովուրդը իմաստուն է, չէ, եւ ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, փորձված աղվեսը ի վերջո երկու ոտքով է ընկնում թակարդը։ Ետ դարձի ճանապարհ չկա, ընկերներ, մինչդեռ խորտակվող նավն իր հետ տանում է բոլոր առնետներին, լքել է պետք այդ նավը
եւ որքան շուտ, այդքան ավելի լավ։ Դա եղավ բելարուսական բռնապետի վերջին վրեժխնդրությունը։ Հայ-ամերիկյան օրագիր մտորումներս մեկ ժողովածույում կարող եք պատվիրել, մի քանի տասնյակ բան մնացել, հարյուրներով գնաց, ընկերներ շնորհակալ եմ, երախտապարտ եմ, դրա համար առանձնապես ակտիվ համացանցում էլ չեմ գովազդում, որովհետև մի քանի տասնյակ գիրք է մնացել։ Եթե ցանկանում եք ունենալ, ցանկանում եք իմ եթերներից որոշակի քաղվածներ ունենալ կամ զուտ մտածմունքներ այս կամ այն հարցի շուրջ, եթե ձեզ հետաքրքիր է իմ տարիներ շարունակ մտորումները, այնտեղ լիքը կիսաֆանտաստիկ ժանրից էլ բաներ կան, եւ եթե վերջը ուզում եք ինձ support անել, աջակցել, սա նաեւ աջակցություն եմ որպես դիտարկում, Rafael.online կայքում Rafael-վայով Rafael.online պատվիրեք գիրքը ընկերներ, ես կլինեմ երախտապարտ եւ շնորհակալ բոլորիդ եւ դա կլինի փոքրիկ գնահատական, մանավանդ շատ շուտով գալիս եմ Լոս Անջելես, հանդիպելու ենք Լոս Անջելեսում, լիքը բան ունեմ ձեզ պատմելու, ասելու եւ ձեզ հետ կիսվելու, այնուհետեւ եվրոպական երկրներ եմ գնալու, կանչեր կան, շատ հաճելի է որ արձագանքում են մեր հայրենակիցները։ Այս պահին այստեղ դնում ենք բազմակետ, վաղը շարունակելու տրամաբանությամբ, շնորհակալ եմ մեր հարգարժան գործընկերներին, որ մեզ հետ են, մեր կողքին են եւ աջակցում են մեզ։ Հաղորդման գլխավոր հովանավորը լեգենդար Sevan Meat Market-ն է եւ Sevan Meat and Fish Market-ը, իմ լավ ավակ ընկերները, ովքեր իմ կողքին են եւ աջակցում են տարբեր նախագծերում, տարբեր ձեռնարկներում։ Եթե մսամթերք եւ ծովամթերք, ապա միմիայն մեկ անուն Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market 1037 East Broadway 1315 East Colorado Street այցելեք եւ վստահ եղեք, որ բնակավարի առաջատարը հենց իմ լավ ընկերներն են Sevan անուն կրող հաստատություններում։ Level ռեստորան եւ lounge-ը Glendale-ում եւս մեր հրաշալի գործընկերն է, շնորհակալ եմ աջակցության համար, բաց տարածք ունեն, patio, հարուստ մենյու, հարմար գներ, հաճելի մթնոլորտ, այցելեք, աշխատում են մինչեւ ուշ գիշեր, լավ առիթների հասցեն, Level ռեստորան եւ lounge-ն է Glendale քաղաքում։ Եթե տոնակատարություն, եթե catering, եթե առիթ ու միջոցառում, ապա միմիայն մեկ անուն Vivaldi catering ծառայություն, դասականները catering-ի, եթե ունեք հյուրեր, առիթ է, խնջույք է, միջոցառում է, մի մտահոգվեք, վստահ եղեք, որ Vivaldi catering ծառայությունը այն հասցեն է, որ ամեն ինչ ճիշտ որակյալ ու կարգին ձևով բարձր մակարդակով կապահովի, ձեզ մնում է միայն զանգահարել 707 771 7771, իսկ մնացածը արդեն վստահեք պրոֆեսիոնալներին։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Ընթանանք առաջ եւ սիրով ներկայացնեմ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը, որը օգնում է ձեզ, եթե ձեր իրավունքները ոտնահարված են, մեքենան լիս է կարել 20 թվականի կամ ավելի նոր խնդիրներ է տալիս, dealership է գնում, Ժորժան, այս հարցը լուծեք, այն հարցը լուծեք, վստահ եղեք, որ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով կպաշտպանի ձեր իրավունքները 818 319 3194 զանգարեք, մնացած հարցերում արդեն վստահեք պրոֆեսիոնալներին։ Մեծ սիրով ներկայացնում եմ LA Smart Blinds-ը, իմ լավ ավակ ընկերոջը, ջերմ բարևներ հարգարժան Կարենին, 1808 Victory Boulevard հասցեում է գործում իրենց շոուրումը, որտեղ ամբողջական տեսականին է ներկայացված գույների հսկայական տեսականի, ոնց են աշխատում, ոնց է այդ ամեն ինչը կառավարվում, այցելեք եւ վստահ եղեք, որ վարակույրների Roman Shades, patio-ի բլայնդներ, զիբրաներ, vertical բլայնդներ, pergola patio-ներ, ու շատ ու շատ տեսականիներ ամենահարմար գներով LA Smart Blinds-ում է, ունեք հարցեր զանգարեք 818 281 81 36։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Little Paris բուտիկը եւս մեր վստահելի գործընկերն է, Little Paris 44 տարի, աստված իմ 44 տարի հայ համայնքի լավագույն առևտրի կենտրոնն է եւ 13521 Sherman Way հասցեում է գործում 30% զեղչ ամբողջ տեսականի համար, ստացել են նոր հավաքածուն Hugo Boss-ից, այցելեք Little Paris եւ վստահ եղեք, որ հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոնն է։ Եվ մեծ սիրով ներկայացնում եմ Ժաննա Գրիգորյանին, ով տրամադրում է աջակցություն իրավական մի շարք հարցերում, թոշակներ, ֆեդերալ եւ նահանգային, տարիքային կամ հաշվանդամության հիմքով, խնամքի աջակցություն ձեր հարազատից, քաղաքացիության ստացում կամ քննությունից ազատում, citizenship-ի քննության ազատում, հիվանդության, ուրեմն պատճառաբանությամբ, աշխատանքի իրավունքներ, տարբեր տեսակի նպաստների թղթաբանական գործառույթներ, ապաստարանի հետ կապված հարցեր, մի խոսքով Ժաննա
Աննա Գրիգորյանը ոլորտի առաջատարն է 818 287 1369 զանգահարեք եւ վստահ եղեք, որ ձեզ կօգնի անկախ ձեր օրինական կամ անօրինական կարգավիճակից Ժաննա Գրիգորյանը պայքարում է ձեր իրավունքների համար։ Շնորհակալություն։ Ընթանանք առաջ Ուիլյամ Քոստիգանը մեր բացառիկ գործընկերը, էքսկլյուզիվ գործընկեր եմ ասում, որովհետև աշխարհահռչակ բժիշկ է, վստահ լինելով, որ մեր հարթակը հայկական ամենալսելի հարթակն է, հատուկ մեզ համար, մեր ռադիոլսողների համար հայախոս աշխատակիցներով լայն է բացել եւ Միացյալ Նահանգների top 200 բժիշկներից մեկը հանդիսացող Ուիլյամ Քոստիգանը ձեզ կօգնի, եթե ունեք պարանոցի ցավեր, ուսերի ցավեր, ծանրություն, ոտքի ցավեր, մեջքի ցավեր եւ գանված եք անկողնում, գուցե անվասայլակի վրա եք եւ թվում է թե այլևս բոլոր բաները փորձել եք, վստահ եղեք, որ 20 տարի անընդմեջ ԱՄՆ լավագույն օրթոպեդ վիրաբույժ Ուիլյամ Քոստիգանը ձեզ կօգնի, օգնել է հազարավոր մարդկանց։ Զանգահարեք 818 806 6966։ Մեծ սիրով ներկայացնեմ նաև Jazve Garden ռեստորանը, կրկին իմ լավ ավականքերն է, Թահանգա քաղաքում է գտնվում Jazve Garden-ը, 36 տարվա փորձառությամբ տնօրինությունը հոգացել է ամեն ինչի համար, որ ամենաբարձր մակարդակի մեջ լինի, վայելեք ձեր առիթները, իդեպ եթե առիթ անցկացնեք Jazve Garden-ում, ես էլ կգամ անպայման որպես հանդիսավար կմասնակցեմ, 65 Foothill Boulevard հասցեում, եթե ունեք հարցեր, զանգահարեք ամրագրումների համար 323 922 2229 Մեծ սիրով ներկայացնում եմ SVH Travel ընկերությանը, ճանապարհորդական առաջատար ընկերությունը, կրկին իմ բոլորն իմ լավ ընկերներն են, 1000 տարի աշխատել ենք միասին, տարբեր երկրներ ենք եղել եւ հիմա 5-օրյա Thanksgiving-յան շրջագայություն են կազմակերպում Royal Caribbean նավով սիրված արտիստների մասնակցությամբ։ Ձեզ մնում է միայն լավագույն տեղերը SVH Travel-ի հետ ամրագրել, զանգարելով 818 543 1821 Եվ եւս մեկ անգամ բարի գալուստ ասենք մեր նոր գործընկերոջը 3 անդրանիկ հեռարձակումներ, այսօր արդեն երկրորդ օրն է Claims Assist կազմակերպությունը, որը հոգացել է ամեն ինչի համար, եթե ձեր տունը վնասվել է ծխից, մոխրից, քամիներից, հանցանքներից, գուցե գողություն է կատարվել, տուժել է ձեր բնակարանը կամ կոմերցիոն տարածքը, ձեր առանձնատունը, ձեր սեփականությունը, վստահ եղեք, որ Claims Assist կազմակերպությունը ձեր իրավունքների համար, ինշուրանսների հետ համառ պայքարի մեջ կմտնի եւ կստանա առավելագույն փոխհատուցում եւ դուք որևէ բան չեք վճարելու մինչեւ վերջնական հաղթանակ, պարզապես երկար տարիների փորձառությամբ Claims Assist ընկերությանը վստահեք, զանգահարեք 818 538 35 78 եւ վստահեք գործը պրոֆեսիոնալներին, մաքսիմալ փոխհատուցումը կփորձեն ստանալ հատուկ ձեզ համար։ Այսքանը այս պահի համար, հիշեցնեմ այսօր նաեւ մենք AM/PM երաժշտական հաղորդումը ունենք, մոտավորապես 45 րոպեից ես գնամ մի փոքր շունչ քաշեմ, իսկ դուք մնացեք Arm Music Radio-ի հետ։